Հարսանիքի հրավիրվածների առակը Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց եւ ասաց. երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց եւ ասաց. հրավիրյալներին ասեք. ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, ինձ ցլիկներն ու պարարտանասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկեք հարսանիքի։ Իսկ նրանք անտեսելով հեռացան, մեկը իր արտը, մյուսը իր առևտրին, իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին։ Երբ թագավորը լսեց, բարկացավ եւ իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին եւ այրեց նրանց քաղաքը։ Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Արդ, գնացեք ճանապարհների խաչմերուկներ եւ ում գտնեք հարսանիքի հրավիրեք։ Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները եւ ում գտան բոլորին հավաքեցին, եւ չարերին եւ բարիներին, եւ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որ հարսնաքավորի զգեստ չէր հագել։ Նրան ասաց. ընկեր, առանց հարսնաքավորի զգեստ ունենալու ինչպես այստեղ մտար։ Նա պապանձվեց։ Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. կապեք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրեք դրան եւ գցեք դուրս խավարի մեջ, այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց, որովհետեւ կանչվածները շատ են, իսկ ընտրյալները քիչ։